անցնելու ձեր բազմաչափ վիճակագրության դասընթացը, քանի որ ֆիզիկապես հիմնականում Երևանում չեմ ապրում, տարվա մեջ մի 4 անգամ գնում գալիս եմ, բայց տարվա մեծ մասը Ֆրանսիայում եմ բնակվում, դասերը կանցկացվում են հիմնականում Zoom-ով, ես slide-ի վրա լինքը կուղարկեմ էլ Zoom-ի համար, ուղղակի Zoom-ով կմտնեք դասերը կանցկացնենք։ Ուղղակի ամեն տարի փորձում եմ առաջին դասախոսությանը կամ առաջին երկրորդ դասախոսություններին ներկա գտնվեմ, որովհետև առաջինի համար հարմար է, այսինքն միանգամից ֆիզիկական ներկայությամբ անենք, ու դրանից հետո արդեն ավելի հեշտ է, որ Zoom-ով ենք շարունակությունը անում։ Երևի մի քանի համառոտ տեղեկություն դասընթացի վերաբերյալ, հետո արդեն կանցնենք մեր բուն թեմային։ Բոլոր մյուս դասերի նման, ոնց որ շաբաթական մի դաս ենք ունենալու, մոտավորապես մի ժամ 20 րոպե, մեկ կարող մի քիչ ավելի, մի քիչ պակաս նայած նպատակահարմարությանը։ Ես հիմնականում մանրամասն գրում եմ ինչ-որ պատմում եմ, այսինքն սլայդերով չեմ անցկացնում դասը, որովհետև բավականին մաթեմատիկական բովանդակություն կա ու իմ կարծիքով մաթեմատիկական բովանդակություններ որ դասերը սլայդերով այդքան էլ հարմար չի, լավ չի անցկացվում։ Ձեզ անպայման խորհուրդ եմ տալիս ոչ միայն լույսները ասենք ձեր դեպքական հիշողությանը, այլ նաև գրի առնեն ինչ-որ ասնեմ, որովհետև դա էլ օգնում։ Չնայած ես հետո բոլոր նյութերով ձեր հետ կիսվելու եմ, այդ Google Drive-ի կիսված ֆոլդերում դրել եմ բոլոր նյութերը, համ տեսագրությունները, համ ես ձեռագիր նոթերն եմ հաճախ դասերի վերաբերյալ դնել եմ, բայց ամեն դեպքում իմ կարծիքով, երբ որ դուք ինքներդ եք գրում, այդ շատ ավելի լավ է տպավորվում հետո ձեր ուղեղում։ Նայեք, այս թեմայով, այս բազմաչափ վիճակագրության թեմայով դասագրքերը շատ կան, բայց ես ինչքան նախապատրաստվում եմ այս դասին, փորձեցի վերցնել մեկ դասագիրք եւ որոշել, որ այդ դասագրքին հետևելով եմ դասը անցկացնելու, այդպես էլ հարմար դասագիրք չգտա, որովհետեւ դասագրքերի մեծ մասը շատ sense հաստ դասագրքեր են մի 400 էջանոց, որը իրականում այդքան կարիք չկա, որոշ հարցերի մեջ մի քիչ շատ են խորանում, որոշ հարցերը այդքան խիստ մաթեմատիկորեն չեն մեկնաբանում։ Դրա համար ես ձեզ հիմնականում երկու դասագիրք գրեմ, եթե երբեմն որոշ թեմաներ ձեզ կհետաքրքրի մի քիչ ավելի խորացնել կամ հնարավոր է այնպես լինի, որ դասախոսության ժամանակ ձեր մոտ հարցեր առաջացած լինեն։ Ես իրոք ձեզ խորհուրդ եմ տալիս այդ գրքերը բացել նայել գրքերի մեջ, հենց սովորելու ընթացքում միշտ օգտակար է, էլի մի քիչ էլ գրքերից օգտվել, մենակ դասախոսի տված նյութերով չսահմանափակվել։ Առաջին գիրքը կարող է դասած լինել, որովհետև շատ հայտնի գիրք է տարբեր թեմաներով վիճակագրությանը վերաբերող տարբեր թեմաներով շատ հաջող ներկայացված ամեն ինչ։ Լարի Վասերմանի All of Statistics-ը։ Երկրորդն էլ որ խորհուրդ եմ տալիս, բայց այս երկրորդի նման շատ տարբեր գրքեր կան։ Վիճակի գիրքն է, որը կոչվում է Applied Multivariate Statistical Analysis։ Գրքերը հիմնականում անգլերեն են, այս թեմային վերաբերվող հայերեն ճիշտ ասած չունեմ ոչ մի դասագիրք, բայց ես փորձել եմ հնարավորինս հայերեն թարգմանած տերմիններով դասը անցկացնել, տարբեր պատճառներով, հիմնական պատճառը երևի նա է, որ այս մագիստրատուրային, որ ինձ առաջարկեցին դասավանդել ու ես համաձայնվեցի, երևի պատճառներից մեկը նա էր, որ արդեն հոգնել էին տարբեր լեզուներով ֆրանսերեն, անգլերեն դաս տալուց, ուզում էի մի քիչ հայերեն դաս տայի, ու հետաքրքիր է նաև այդ տերմինները, որ կան անգլերենում,
փորձել թարգմանել հայերեն, այնպես անել, որ այդ տերմինները հայերենով էլ օգտագործվեն, էլի ժամանակի ընթացքում։ Մի երկու բան էլ ասեմ ու անցնենք արդեն թեմային։ Ուրեմն առաջինը, որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ինչքան հնարավոր է շատ հարցեր տակ, եթե ինչ-որ բան հասկանալի չի, անպայման մի մտածեք հալավ, ես երևի չեմ հասկանում, բայց մյուսները հասկանում են, ավելի լավ է հարցը տակ, որովհետև հիմնականում, եթե ինչ-որ բան մի համար հասկանալի չէ, առնվազն իմ փորձը ցույց է տվել, որ գոնե մի 3-4 հոգի եկա դասարանում, ում համար հասկանալի չէր։ Նույնիսկ եթե մնացած ասենք 15-ի համար դա հասկանալի է, խնդիր չկա, որ ընդհատեք դասը ու հարցը տակ։ Նույնիսկ նրանց համար որ հասկանալի է, միգուցե ես մի քիչ ուրիշ ձևով կբացատրեմ, էլ ավելի հասկանալի կդառնա։ Երկրորդն է հատկապես անցած տարի, այս նույն դասընթացը, արդեն ոնց որ 4-րդ տարին այնց տարի, որ պետք է դասավանդվեմ այս դասընթացը, առաջին 2 տարին հիմնականում տենց չէին ասում ուսանողները, վերջին 2 տարին մի քանի ուսանողներ նշում են, որ որոշ թեմաները, որ ես դասընթացում ներառել եմ, ուրիշ առարկաներում արդեն անցել է, մասնավորապես գծային հանրահաշվում, արդեն որոշ թեմաներ, որ ես օրինակ հիմնական բաղադրիչների վերլուծությունը, principal component analysis-ը, ասում են անցել գծային հանրահաշվից։ Իրականում ես մի քիչ երկար մտածեցի ու ուսանողների հետ զրուցեցի այդ թեմայով, վերջնական եզրակացությանը եկանք, որ ամենայն դեպս նպատակահարմար է, որ պահեմ դասընթացի մեջ այդ թեմաները, հիմնականում այն նպատակով, որ նախ եւ առաջ իմ անձնական փորձից ելնելով, երբ որ ինչ-որ թեմա է եղել, որ ես 2 տարբեր դասընթացների ժամանակ եմ անցել, իմ մոտ շատ ավելի լավ է տպավորվել։ Երկրորդը նա, որ հիմնականում, նայեք, երբ որ գծային հանրահաշվից եք անցնում այդ տիպի ինչ-որ վիճակագրական մեթոդ, շեշտադրումը դրվում է նրա վրա, որ կա գծային հանրահաշվի ինչ-որ թեմա, ու այդ թեման կիրառություն ունի վիճակագրության մեջ։ Իսկ այստեղ մենք ոնց որ հակառակ պրոցեսն ենք մի քիչ կատարում, մենք ասում ենք լավ, եթե մենք ուզում ենք տվյալները վերլուծենք ու ենթադրենք ուզում ենք հասկանալ, թե տվյալները ինչպես կարելի է համառոտագրել, այսինքն ավելի պարզեցնել ցուցադրելու համար, ամենատրամաբանական մոտեցումը դա անելու համար կլինի սա, եւ սա լուծում ենք օգտագործելով, ասենք գծային հանրահաշվի ինչ-որ մի թեորեմ կամ ինչ-որ մի մեթոդ, ոնց որ արդեն վիճակագրական դրվածքից ենք խնդրի գալիս, հետո ուղղակի գծային հանրահաշիվը դառնում է որպես գործիք, որը մեզ օգնում է։ Այսինքն այդ երկու հակառակ մոտեցումները համադրելը ինձ միշտ օգնում է, որ ավելի լավ հասկանալի լինի ամեն ինչ։ Հարցեր կան, այսքան մի հարց է ճիշտ է, որ միշտ բոլորին հետաքրքրում է ու նորմալ է, որ հետաքրքրում է, թե ոնց եմ ես գնահատելու կիսամետրի վերջում։ Քանի որ ես չեմ կարող այստեղ ձեզանից քննություն գրակցնել ոչ բանավոր, ոչ գրավոր, գնահատում եմ հիմնականում տեղի ունենալու տնային աշխատանքների ու ձեր կատարած ինչ-որ աշխատանքների հիման վրա, որոնք որ ես ձեզ ժամկետներ կտամ, այդ ժամկետների ընթացքում դուք ինձ կուղարկեք email-ով, ես կստուգեմ, ձեզ կգնահատեմ ու կտամ իմ մեկնաբանությունները ձեր աշխատանքների վերաբերյալ։ Ուրեմն տարվա ընթացքում, կիսամյակի ընթացքում ավելի ճշգրիտ կլինի 3 այդպիսի աշխատանք, 2 տնային աշխատանք եւ այդ տնային աշխատանքները ոնց որ ավելի մաթեմատիկական կլինեն, բարձրությունների տեսքով, վերջում էլ մեկը կլինի պրոյեկտ, որ բավականին բաց կլինի, կտամ ինչ-որ տվյալների բազա, որի վրա ձեզ ասեմ, որ դասընթացի ժամանակ տեսած վիճակագրական մեթոդները կիրառեք եւ վերլուծեք ստացված արդյունքները։ Լավ։ Մոտ մի ժամ մնաց, արդեն անցնենք հիմա բուն թեմային, եկեք սկսենք ներածությունից, շատ արագ, ուղղակի որպեսզի բացատրեմ ընդհանուր գծերով, թե ինչի մասին է լինելու այդ բազմաչափ վիճակագրության առարկան։ Նայեք, ուրեմն վիճակագրությունը ընդհանրապես առարկա է նրա մասին, թե ինչպես է պետք հավաքել տվյալներ, վերլուծել այդ տվյալները, այդ տվյալներից քաղել մաքսիմալ օգտակար տեղեկատվություն, մաքսիմալ օգտակար ինֆորմացիա։
Դա ընդհանուր վիճակագրությունն է։ Հիմա երբ որ վիճակագրության առաջին դասընթացները անցնում եք, հիմնականում միշտ սկսում եմ այն դեպքից, որ լավ ենթադրենք բնակչության մեջ պատահականորեն ընտրել ենք որոշակի մարդկանց եւ ամեն մեկից ինչ-որ բան ենք արձանագրել։ Ենթադրենք ամեն մեկին հարցրել ենք լավ ձեր հասակը ինչքան է, վերել ենք 1.65, 1.87, 1.54 եւ այլն, չէ՞։ Այդ դեպքում, երբ որ բոլորից հարցնում ենք միայն իրենց հասակը, ստանում ենք ուղղակի մի չափանի հաջորդականություն, մի չափանի թվային հաջորդականություն, որի հաճախականային հատկություններն ենք փորձում վերլուծել, եւ դա վերաբերվում է վիճակագրության այն հատվածին, որը որ կոչվում է միաչափ վիճակագրություն կամ միափոփոխական վիճակագրություն, հա, univariate statistics, univariate analysis։ Հետո հաջորդ արդեն մակարդակը վիճակագրական մոտեցումների, նաև որ ասում ենք լավ, իսկ երբեմն մեզ ավելի հետաքրքիր է հասկանալ, թե որ երկու տարբեր պարամետրեր, երկու տարբեր փոփոխականներ իրար հետ ինչպես են կապված։ Այդ դեպքում էլի դες պատահականորեն, որ ընտրում ենք որոշ մարդկանց կամ որոշ օբյեկտներ, արդեն ոչ թե մենակ հասակն ենք ենթադրենք չափում, այլ չափում ենք հասակը եւ տարիքը ենթադրենք եւ փորձում ենք տեսնել, թե հասակի եւ տարիքի մեջ ինչպիսի կախվածություն կա, դա արդեն երկչափ կամ երկփոփոխական վիճակագրության վերաբերում։ Ու այդ ժամանակ էլ արդեն գիտեք, չէ, նայում ենք, ասենք, Pearson-ի կորելացիաները կամ կովարիացիան, փորձում ենք հասկանալ երկու փոփոխականները միմյանցից անկախ են թե չէ, կամ անկախության վարկածից ստուգում եւ այլն։ Երբ որ խոսում ենք բազմաչափ կամ բազմափոփոխական վիճակագրության մասին, դա վերաբերում է այն դեպքին, որ ունենք ոչ թե մեկ փոփոխական, ոչ թե երկու, այլ արդեն երկուսից խիստ ավել, հա, 3-4 եւ ավել փոփոխականների դեպքում արդեն գործ ունենք բազմափոփոխական կամ multivariate վիճակագրության հետ։ Ու հիմնականում տվյալները, որ մեզ հետաքրքրում են, հետևատեսքով են ներկայացվում, որ մենք ունենում ենք հավյուսա, որտեղ որ ունենք տարբեր փոփոխականներ, փոփոխական ասենք առաջին, փոփոխական երկրորդ եւ այլն, վերջին փոփոխականը կլինի B3-ը, առաջին փոփոխականը ասեցիք կարող է լինել հասակը, երկրորդը քաշը, երրորդը տարիքը եւ այլն, եւ այստեղ էլ ունենում ենք մեր դիտարկումները, դիտարկում առաջին եւ այլն, դիտարկում երկրորդ։ Ուրեմն հիմնականում ասեցի, որ բազմաչափ վիճակագրության դեպքում էս P-ն, որը որ ամբողջ թիվը պետք է մեծ կամ հավասար լինի 3-ից, N-ը, որ մեր տվյալների քանակն է, այսինքն թե քանի օբյեկտի կամ քանի անձի վրա ենք փոփոխականները դիտարկել, N-ը հիմնականում պետք է լինի բավականին մեծ թիվ, հա։ Դա շատ կարևոր է, որ վիճակագրական վերլուծություն չանել այն դեպքում, երբ որ N-ը փոքր է, եթե ունեք N հավասար 10, N հավասար 15, հիմնականում ավելի լավ է չփորձենք վիճակագրություն կատարել, վիճակագրական մեթոդներ կիրառել, ավելի լավ է փորձել համոզել այն կազմակերպությանը, որը որ տվյալները հավաքագրել է, որ արժի ավելի շատ տվյալներ հավաքագրել վիճակագրությունը անել։ Սա շեշտում եմ, որովհետև հաճախ է եղել, որ իմ ուսանողները կամ նախկին ուսանողները ինձ դիմել են, ասելով, որ ընդհանրենք աշխատանքի են անցել այնպիսի կազմակերպություններում, որոնք որ բժշկական տվյալների վերլուծություն են իրականացնում եւ ասել են, որ մենք ունենք ընդամենը 15 բուժարու, չգիտեմ ինչ-որ շատ հազվագյուտ տիպի ընդհանրենք քաղցկեղի բուժմանը վերաբերող տվյալներ են եւ քանի որ այդ քաղցկեղով շատ քիչ հիվանդ է եղել, շատ քիչ տվյալներ ունեն, ուզում են ինչ-որ վիճակագրական մոտեցումներ օգտագործել։ Ես հիմնականում ինձ ասում փորձեք գնալ բժիշկների հետ խոսել, որ իրենք ավելի շատ իրենց բժշկական գիտելիքները օգտագործելով այդ դեպքում եզրահանգումների կան, այլ ոչ թե վիճակագրական մեթոդները օգտագործելով, որովհետև ընդամենը 10-15-20 տվյալի հիման վրա իրոք խորհուրդ չի տրվում վիճակագրական մոտեցումներ օգտագործել, այսինքն դրանցից արված հետևությունները հիմնականում ոչ մի արժեք չեն ունենա։
Ուրեմն արդեն ասացի, որ մենք այս փոփոխականները փորձում ենք օգտագործել, որպեսզի հասկանանք, թե ինչ փոխկապակցվածություն կա նրանց միջև եւ վերլուծության հիմնական նպատակները կարելի ասել, որ լինելու են 4-ը։ Ուրեմն առաջինը դա կլինի տվյալների ամփոփում, որտեղ հիմնականում երբ որ տվյալները ուղղակի sense հում ձևով նայենք, ունենանք երբեմն 100,000-ավոր տողեր, մի քանի տասնյակ սյուներ, եւ եթե դուք պետք է տվյալները ներկայացնեք հասարակությանը կամ ինչ-որ որոշ մասնագետների, բնականաբար այդ ահռյուսակը շատ մեծ ցուցադրելով ոչ մի օգտակար ինֆորմացիա դուք չեք տա մարդկանց։ Եթե կա ինչ-որ ձև, որը որ որոշ փոքր թվերի, փոքր քանակով թվերի միջոցով ուղղակի ամենակարևոր ինֆորմացիան կպարունակի, դա կանոնենք ուրեմն տվյալների ամփոփում, ինչ որտեղ սա նաև կապված է տվյալների չափողականության իջեցման հետ։ Երկրորդ նպատակը հաճախ կլինի ուղղակի վիզուալ ներկայացում տվյալների։ Երրորդը հիմնականում կվերաբերվի կանխատեսմանը եւ չորրորդը վարկածների ստուգում։ Կանխատեսումը առաջին հայացքից կարող է թվալ ինչու է կանխատեսումը բազմաչափ վիճակագրության խնդիր, որովհետև ենթադրենք մենք ուզում ենք կանխատեսել ջերմաստիճանը, չգիտեմ, մի շաբաթ հետո օգտագործելով տարբեր բնությանը կամ վերաբերվող տվյալներ, դեպքում կասենք ջերմաստիճանը ուղղակի մի չափանի փոփոխական է, պետք է որ լիներ միաչափ կամ մի փոփոխական վիճակագրության խնդիր, բայց իրականում այդպես չէ, որովհետև մենք հիմնականում երբ որ նույնիսկ մի փոփոխականի ապագա արժեքներն ենք փորձում կանխատեսել, մենք դրա համար պետք է օգտագործենք շատ տարբեր այլ փոփոխականների արժեքներ, ճիշտ է։ Ու այդտեղ շատ կարևոր է հասկանալ, թե այդ բոլոր փոփոխականները, որոնք որ մենք օգտագործել ենք կանխատեսման համար, այդ մեկ փոփոխականը կանխատեսելու համար, ինչպես են միմյանց հետ կապված, ու ինչպես են կապված այդ մեկ փոփոխականի հետ։ Հենց որ ամեն դեպքում դա կանխատեսումը ևս հիմնականում դեպքերի մեծամասնությունում իրենից ներկայացում է բազմաչափ վիճակագրության խնդիր։ Now, այս ներածությունը վերջացնելու համար ուղղակի կարևոր նշանակումները մտցնեմ, որ մենք օգտագործել ենք։ Մեկ, ուրեմն, երբ որ առաջին դիտարկման, այսինքն առաջին հանձին, որ պատահականորեն ընտրել ենք մեր համախմբությունից, մեր բնակչությունից, նրա վրա առաջին փոփոխականի արժեքը հիմնականում կնշանակենք x1-1-ով, ստեղ x1-2 եւ այլն x1b, վերջինի վրա կլինի xn1, xn2, xnb։ Բայց սա ընդունված է այդ դեպքում x-ով նշանակել որպես սյուն վերցնել x-ին, x-ին կլինի ոնց որ i-երորդ տող այս ահռյուսակի, բայց այն կներկայացնենք որպես սյուն, x-i1, x-i2 եւ այլն x-i-b։ Դա մի քիչ գծային հանրահաշվի համեմատ կարելի ասել հակասող նշանակում է, չէ՞ որովհետեւ հիմնականում երբ որ x-ի երկուսով ենք նշանակում, դա լինում է երկրորդ սյունի երրորդ տողը, իսկ այստեղ ոնց որ մի սյուն է, երկրորդ տողը։ Բայց օգտագործող նշանակումները վիճակագրությունում այսպիսին է։ Այս x-ը բոլորը իրար հետ միացնելով ստանում ենք մեծ մատրից,
Եվ այստեղ շատ կարևոր է նաև վիճակագրությունում, որպեսզի կարողանանք կատարել մաթեմատիկական պնդումներ, ասելով, որ օգտագործվող մեթոդը մեծ քանակով տվյալների դեպքում կլինի զուգամետ, կզուգամիտի ճիշտ այն ճշմարիտ արժեքներին, որոնք որ կան ամբողջ բնակչության մեջ, դրա համար անհրաժեշտ է այս դիտարկված թվերը ներկայացնել որպես պատահական մեծությունների արժեքներ։ Եվ ուրեմն մոդելավորումը այդ դեպքում կատարվում է այսպես, այս ամեն մի x-ի համարվում է կամ դիտարկվում է որպես մեկ պատահական վեկտորի պատահական վեկտորը մեծատար x-ով է նշանակում մեկ իրականացում։ Ես ինչ որ ասում եմ, վերաբերվում է կամայական վիճակագրական խնդրի, ոչ միայն բազմաչափ, այլ նաև միաչափ, երկչափ։ Այսինքն հիմնականում մենք ենթադրում ենք, որ կան x1 եւ այլն xn, սրանք պատահական վեկտորներ են։ Պատահական վեկտոր ասելով հասկանում ենք, որ արտապատկերվում է ինչ-որ օմեգայից r-ի p աստիճան։ Ու այդ դեպքում մենք ենթադրում ենք, որ այս փոքրատար x1 եւ այլն xn-ը այնպիսին է, որ ուղղակի x-ին հավասար է x-ի օմեգայի։ Այսինքն կա մի իրականացում, մի փոքր օմեգա այս օմեգայից, որ երբ որ այդ իրականացումն է ֆիքսվում, այս տարբեր վեկտորների արժեքները ստացվում է այն ինչ որ մենք դիտարկել ենք։ Եկեք ուղղակի որպեսզի կոնցեպտուալ հասկանալի լինի, պատկերացրեք ունենք ինչ որ մի մեխանիզմ, որը որ պատահականորեն բնակչությունից, ամբողջ ենք Հայաստանի բնակչությունից ընտրում է 100 հոգու։ Այդ մեխանիզմը պատկերացրեք սենց մի դույլ է, դույլի մեջից գունդեր ենք հանում, այս մի գունդը որ հանում ենք, այս մի 100 հոգին է լինելու, այս մի գունդը որ հանում ենք, այս 100 հոգին է լինելու։ Այս օմեգան այդ գնդերն են, հենց մի գունդ հանեցինք, այդ գնդին համապատասխան արդեն մենք ունենք 100 անձ, ու այս 100 անձի վրա մենք դիտարկում ենք տարբեր պարամետրեր։ Այդ տարբեր պարամետրերը արդեն սրանք են, հա, կլինի դրանք հասակ, քաշ եւ այլն եւ այլն։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք գործ ենք ունենալու պատահական վեկտորների հետ, երբ որ փորձելու ենք ինչ-որ մաթեմատիկական պնդում անել, բայց երբ որ պետք է լինելու կատարել ուղղակի օգտագործելով համակարգչային ինչ-որ ծրագիր կատարել ստատիստիկական վերլուծություն, մենք արդեն կոնկրետ թվերի հետ ենք գործ ունենալու, արդեն այդտեղ ոչ մի պատահականություն չի լինելու։ Ու որպեսզի այդ տարբերակումը լինի շատ հստակ, մենք մեծատառերով կնշանակենք միայն պատահական մեծություններն ու վեկտորները, փոքրատառերով կնշանակենք նրանց իրականացումները, այսինքն փոքրատառերով կլինեն արդեն ոչ պատահական։ Ու իրականում թե այս օմեգան ոնց է սահմանված, դա երբեք չենք ասում, դա միշտ անբացահայտ տեսքով է տրվում, ենթադրում ենք, որ ինչ-որ միտեղ կա օմեգա, այս օմեգայի վրա նույնիսկ կա մի հավանականություն, թե այդ հավանականությունը ոնց է տրվում, դա ստի էականել չի։ Այս ուրեմն տերմինների մասին էլ երևի ասեմ, որ հաջորդականությունը x1 եւ այլն x-ը կանվանենք նմուշ sample, ու այս նմուշի մի էլեմենտ, մի տար կանվանենք նմուշային կետ կամ օրինակ անգլերեն էլ հաճախ ասում են sample point կամ example։
Ես հաճախ կփորձեմ անգլերեն տերմիններն էլ գրել, համակարգները, որ իրականությունից օգտվելու ժամանակ ավելի հեշտ լինի։ Ինչ որ ես հիմա ներկայացնում եմ այս առարկայի բովանդակության մեջ, չնայած նա որ ամեն ինչը ներկայացնում է որպես պատմական վիճակագրության մաս, շատ տարբեր դերերում, շատ տարբեր համալսարաններում այս ամբողջ նյութը կարող է նաև ներկայացվել որպես մեքենայական ուսուցման մաս կամ արհեստական բանականության մաս, հենց որ դա այդքան էլ կարևոր չի, բայց ուղղակի հասկանանք, որ այս տերմինոլոգիաների մեջ հաճախ գոյություն ունեն նաև տարբերություններ, օրինակ sample point կամ example, դա ուղղակի գալիս է նրանից, որ վիճակագրության մեջ տրադիցիոնալ ավանդորեն ավելի ընդունված է եղել անվանել նմուշային կետ, իսկ մեքենայական ուսուցմամբ, քանի որ հիմնականում այն ժամանակ ավելի շուտ համակարգչային գիտության մասնագետներն էին զբաղվում մեքենայական ուսուցմամբ, իրենք իրենց առանձին տերմինոլոգիաներին ներմուծել եւ անվանում էին examples։ Մենք հիմա երկուսն էլ կօգտագործենք նրանց ինչ կոնտեքստում կլինի։ Հարցեր կան ներածությանը վերաբերող։ Հիմա անցնենք ուրեմն առաջին գլխին, հիմնականում նայած ժամանակը ինչպես կընթանա, ինչ արագությամբ կկարողանանք տարբեր նյութերի վրայով անցնել, դաստանը բավականին անկանխատեսելի պրոցես է իրականում, որովհետև փորձը ցույց է տվել, որ տարբեր տարիներ, տարբեր արագությամբ են նույն նյութը մատուցել, որոշ տարիներ ավելի շատ բան են կարողացել ներառել դասի մեջ, որոշ տարիներ ավելի քիչ։ Ու դա բացարձակապես կախված չի թույլ կամ ուժեղ ուսանողներ ունենալու հետ, ուղղակի պրոցեսը այդպես է ստացվում, բայց ուրեմն հիմնական նպատակը հետևյալն է, որ առաջին գլուխը կվերաբերվի բազմաչափ զգայունության բաշխումների միջոցով մոդելավորում կատարելու։ Երկրորդ գլուխը կվերաբերվի տվյալների համառոտագրությանն ու չափողականության իջեցմանը, այսինքն այդտեղ կխոսենք BCA-ի և համատեղ կորելացիաների վերլուծության մասին, երրորդ գլուխը կանխատեսումների ու հետո եթե մի քիչ ժամանակ մնաց ուրիշ բաների մասին։ Ուրեմն հիմա անցնենք հիմնական մեր առաջին, այս ներածությունը չեմ համարում գլուխը, ինձ որ անցնենք մեր դասի առաջին գլխին, որը կվերաբերվի ուրեմն գաուսյան բաշխումներով մոդելավորումը։ Հիմնական նպատակն է այստեղ հիշեցնել բազմաչափ գաուսյան բաշխումների կարևոր հատկություններ, որոնք որ շատ են կիրառվում վիճակագրության մեջ, որովհետև հետո, օրինակ, երբ որ հիմնական բաղադրիչների վերլուծության մասին կխոսենք, կտեսնենք, որ հիմնական բաղադրիչների վերլուծությունը իրականում շատ սերտորեն կապված է գաուսյան բաշխման հետ, բազմաչափ գաուսյան բաշխման հետ։ Որպեսզի բազմաչափ գաուսյան բաշխումների մասին խոսենք, բնականաբար պետք է սկսենք միաչափ դեպքից։ Ու սկզբից կհիշեցնեմ որոշ հատկություններ, որոնք որ բոլորիդ հաստատ հանրածանոթ են ու խնդիր չեն ներկայացնում, բայց վերջին օրինակ մի հետաքրքիր բաղադրություն կառաջարկեմ, որ միշտ ամեն տարի որ առաջարկում եմ հետաքրքրություն առաջացնում ուսանողների մոտ, բոլորին թվում է որ միաչափ գաուսյան բաշխումների մասին ամեն ինչ անգիր գիտենք, բայց բաղադրության դեպքում պարզվում է, որ ինչ-որ հետաքրքիր բաներ կա, որ այդքան էլ հայտնի չեն կամ մոռացված են։ Սկսենք սահմանումից։ Եթե վերցնում ենք ինչ-որ մի թիվ, որը որ իրական թիվ է,
կամայական, սիգմա, որը որ էդի իրական թիվ է, ինտերական, հետևում ըստ սահմանման կասենք, որ x պատահական մեծությունը ունի գաուսյան բաշխում, որը նշանակում ենք n mu sigma քառակուսիով, n mu sigma քառակուսի եթե տեղի ունի հետևյալը, եթե վերցնենք կամայական A բազմություն, որը չափելի բազմություն է, որերան բազմություն է իրական առանցքից և փորձենք հաշվել հավանականությունը, որ մեր x պատահական մեծությունը արժեքներ ընդունի A բազմությունից, այս հավանականությունը ուղղակի կարելի է գրել որպես ինտեգրալ A բազմության վրա, այստեղ գրել phi mu sigma քառակուսի x dx, որտեղ որ phi mu sigma քառակուսի x-ը հետևյալ ֆունկցիան է, մեկը բաժանած արմատ 2π sigma քառակուսի անգամ էքսպոնենտ մինուս x մինուս mu քառակուսի բաժանած 2 sigma քառակուսի։ Ուրեմն սա անվանում ենք գաուսյան բաշխման խտության ֆունկցիա։ Այս խտության ֆունկցիայի տեսքը բոլորիդ մեկ քաջ ծանոթ են։ Նայնի զանգակի տեսք, այսպիսին, կա համաչափության առանցք, սիմետրիայի առանցք, այս սիմետրիայի առանցքը անցնում է մյու կետով, մյուն հենտեսումն էր, որ այստեղ կա։ Եվ զանգակը իր գագաթնակետին է հասնում մեկը բաժանած արմատ 2π sigma քառակուսի կետով։ Այս կետը լինում է մեկը բաժանած արմատ 2π sigma քառակուսի։ Որոնք են կարևոր հատկությունները գաուսյան բաշխման։ Առաջին հատկությունը հետևյալն է, որ եթե x պատահական մեծություն ունի գաուսյան բաշխում, դա գրենք հետևյալ տեսքով, երբ որ կդնենք ալիք, սա ուղղակի բառերով արտահայտենք, որ x-ը ունի հետևյալ բաշխում։ X-ը բաշխված է հետևյալ ձևով։ Երբ որ գաուսյան բաշխում ունի, սրանից հետևում է, որ x-ի սպասումը հավասար կլինի mu-ի, իսկ x-ի դիսպերսիան հավասար կլինի sigma քառակուսու։ Հիմնականում, երբ որ այս մյուն օրինակ փոխենք անփոփոխ, իսկ sigma քառակուսին փոփոխենք, նկարը, որ այստեղ արել եմ, կկրի հետևյալ փոփոխությունը, այս զանգակը կլինի շատ ավելի մոտ, շատ ավելի սեղմված, այս ուղղայաց առանցքի շուրջ, այս օրինակ սա այն դեպքն է, որ sigma-ն փոքր է, և դեպքեր, որ sigma-ն մի քիչ ավելի մեծ է։ Ու այստեղ ինչն է հետաքրքիր, որ
սահմանում ես որ տվեցի, վերաբերվում է միայն այն դեպքին, երբ որ սիգմա խիստ դրական է։ Նկարից երևում է, որ կարող ենք փորձել սիգմա վերցնել ավելի ու ավելի փոքր, գնալով ոնց որ այս կորը ավելի շատ կսեղմեմ ես ու այդ ծառացքի շուրջ։ Կարող ենք վերցնել սիգման հավասար է 0 թե ոչ։ Սկզբունքորեն, եթե ուղղակի այս սահմանմանը հետևենք, ոչ, որովհետև երբ որ սիգման փորձենք վերցնել 0, կտեսնենք, որ այս արտահայտության մեջ սահմանը անորոշություն բավարարում ենք 0-ով չի ստացվում։ Բայց այդ դեպքում սահմանն ուղղակի online-ում ենք, սա կարելի ասել ևս սահմանում ենք, կամ կարելի ասել պայմանավորվածություն, որ եթե սիգման հավասար է 0-ի, ապա ասենք x-ը ունի n սիգմա քառակուսի բաշխում, սերով գնում սև ավելի լավ է գրում, այն և միայն այն դեպքում, եթե երբ x-ը մեկ հավանականությամբ հաստատում է և հավասար է մյուր։ Որոնք են, ուրեմն այս առաջին հատկությունը ասացի, որը որ վերաբերվում էր մասվածմանը և դիսպերսիային։ Առաջին հատկության պատճառով է, որ հաճախ, քան թե ասենք x-ը ունի գաուսյան բաշխում մյուր և սիգմա քառակուսի պարամետրներով, ասում ենք x ունի գաուսյան բաշխում մյուր միջինով և սիգմա քառակուսի դիսպերսիայով։ Ուղղակի սրանից է հետևում։ Երկու կարևոր հատկություն գաուսյան բաշխման, կարելի է, որ այս թեորեմ ձևակերպել, որ ես չեմ ապացուցի, որովհետև սա ուղղակի հիշեցման կարողում եմ ասում։ Ուրեմն թեորեմը ասում է հետևյալը, թեորեմ հիմնական հատկությունները։ Ուրեմն առաջինը հաճախ անվանում ենք կայունություն աֆինական ձևափոխությունների նկատմամբ։ Անգլերեն ասում են stability by affine transforms։ Ինչու՞ն է կայանում էությունը։ Էությունը կայանում է նրանում, որ եթե ունենք պատահական մեծություն, որը որ ունի գաուսյան բաշխում, կատարում ենք կամայական աֆինական ձևափոխությունն այդ պատահական մեծության, ստանում ենք նոր պատահական մեծություն, որը նույնպես ունի գաուսյան բաշխում։ Այսինքն իրավելով աֆինական ձևափոխություն, մենք դուրս չենք գալիս գաուսյան բաշխումների դասից։ Դրա մենք ասում կայունություն ենք, մնում ենք նույն դասի սահմանները։ Հենց հիմա դա հստակ կասեմ, ուրեմն եթե ձևակերպումը հետևյալն է, որ եթե x-ը ունի գաուսյան բաշխում մյուր սիգմա քառակուսի պարամետրներով, ապա եթե վերցնենք կամայական a և b իրական թվեր, y-ով նշանակենք ax կամ y ax plus b, սա է արտոնական ձևափոխությունը։
Եթե մենակ AX կլիներ, դա կլիներ Y-ային, երբ որ հաստատում ենք գումարում, դառնում է աֆինական, բայց սա ունենայելի գաղության բաշխում, որի միջինը կլինի հավասար A-մյու գումարած B-ի, իսկ դիսպերսիան հավասար կլինի բան քանակության կամ սիգմա քանակություն։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ես թեորեմը ձևակերպեցի միայն այն բանից հետո, երբ որ ընդհանրացրեցի սահմանումը գաղության բաշխման սիգմա հավասարա դեպքի 0-ի համար։ Որովհետև եթե ես երկրորդ մասը չասեի սահմաննա, այս պնդումը թերի կներ, ճիշտ չէր լինի այնքան, որովհետև եթե վերցնենք օրինակ A հավասար է 0-ի, կստանանք այստեղ Y հավասար է B։ Այսինքն պետք է նաև ասենք, որ երբ որ պատահական մեծությունը հավասար է հաստատունի, դա էլ գաղության բաշխման մեկ շատ մասնավոր դեպք է։ Սա առաջին հատկությունն է, որը որ շատ կարևոր է։ Երկրորդ հատկությունը, որը էլի կարելի ասել կայունության հատկություն է։ Ասենք կայունություն անկախ գումարների նկատմամբ։ Եվ մի քիչ միան դժվար բան գրենք է, որ հետո շատ բարձ չլինի ամեն ինչ ձեր համար, կամ թաթույթի նկատմամբ։ Թաթույթը որն է գիտեք։ Թաթույթը convolution-ն է, convolution այն դեպքում է, երբ որ ունենք երկու պատահական մեծություն, որոնք որ միմյանցից անկախ են, նրանց գումարը, եթե երկու պատահական մեծություններ ունեն խտության ֆունկցիա, նրանց գումարը նույնպես ունենա խտության ֆունկցիա, եւ գումարի խտության ֆունկցիան կլինի անհատական խտության ֆունկցիաների փաթույթը, convolution։ Այդ ուղղակի sense Միդայլը տեսող դասի ժամանակ նախապատրաստվելուց որոշել եմ, որ պետք է միշտ ասեմ երկու պատահական մեծություն է, ոչ թե երկու պատահական մեծություններ։ Գիտեք ինչու՞։ Բայց ինչու՞ եմ ես հենց հիմա դրա մասին մտածում։ Ճիշտ է, պատասխանը ճիշտ է, որովհետև երկավար կերպես ասինեք, համացանցերում, սոցիալական ցանցերում որոշ հայոց լեզվի դասատուներ շատ են քննադատել են ավտոբուսը, որի վրա գրած է 300,000 աշխատատեղեր, պետք ասել 300,000 աշխատատեղ, սկսեցի որ կարդացի, ես զարմացա կարող այդպես խոսալուց ասել 300,000 աշխատատեղեր, չէ՞, սենսական ոնց որ այդքան էլ սխալ չի հնչում, բայց բացում է որ սխալ։ Ինչն է սխալ։ 300,000 աշխատատեղեր Իսկ Ալիբաբան և 40 ավազակները սխալ չի հնչում ականջին, բայց դենց է։ Ամեն ճիշտ խոսել է ճիշտ է, հենց որ եթե ունենք երկու պատահական մեծություն, որոնք ունեն գաղության բաշխում, որ ես հիմա ուղղակի ես կայունության պնդումը գրում եմ մաթեմատիկորեն, եթե x-ը և y-ը գաղության են և միմյանցից անկախ, ապա x plus y-ը ևս գաղության է։ Եթե ավելի համառոտ ուղղակի բանաձևի տեսքով գրենք այսպես x-ը ասենք n մյու 1 սիգմա 1 քառակուսի, y-ը
n μ2 sigma 2 քառակուսի եւ x-ը անկախ y-ից այս նշանակում է որ օրթոգոնալի նման է, բայց երկու գծով սա ես կօգտագործեմ անկախության համար։ Մենակ ես չեմ սա ասենց օգտագործում, էլի բավականին տարածված նշանակում է։ Եթե այս 3 պայմանները տեղի ունեն, ապա այս 3-ից բխում է, որ x plus y-ը եւս ունի գաուսյան բաշխում։ Եթե գիտենք ունի գաուսյան բաշխում x plus y-ը, արդեն նրա պարամետրերը լավ բաշխում ենք, կարելի ասել ամենաառաջին հատկությունը օգտագործել է, որտեղ բարձր մատ սպասում x plus y-ի կլինի x-ի մատ սպասում plus y-ի մատ սպասում, այսինքն μ1 plus μ2 Եվ քանի որ ենթադրել ենք այստեղ որ x-ը եւ y-ը անկախ են, x plus y-ի դիսպերսիան կլինի x-ի դիսպերսիա գումարած y-ի դիսպերսիա, այսինքն sigma 1-ի քառակուսի գումարած sigma 2-ի քառակուսի։ Ուրեմն սրանք կարևոր հատկություններն են, ես երրորդ հատկությունն եմ նաև հաճախ այստեղ ներառում, որը որ այդքան կարևոր չէ, ինչքան առաջին երկուսը, առաջին երկուսը իրոք ոնցորգավության բաշխումների հիմնական առանցքային հատկություններն են, բայց երրորդը վիճակագրական առումով էլի կարևոր նշանակություն ունեցող հատկություն է, դա վերաբերվում է նրան, որ եթե սիմետրիկությանն է վերաբերվում, եթե x-ը գաուսյան բաշխում ունի, ապա այն սիմետրիկ է մյուի նկատմամբ ինչը պետք է այսպես հասկանալ, սա պետք է հասկանալ, որ x մինուս մյուն ունի նույն բաշխումը, ինչ-որ մյուն մինուս x-ը։ Հիմնականում ասում ենք, որ ինչ-որ պատահական մեծություն սիմետրիկ է ինչ-որ իրական թվի նկատմամբ, եթե այս հատկությունը տեղի ունի։ Եթե օրինակ ասում ենք 0-ի նկատմամբ է սիմետրիկ, դա նշանակում է ուղղակի, որ x-ը ունի նույն բաշխումը, ինչ-որ մինուս x-ը։ Եվ ինչու եմ ասում, սա վիճակագրական առումով կարևոր կետ է, որովհետև կարևոր հատկություն է, որովհետև որպես հետևանք ստանում ենք, որ եթե x-ը ունի գաուսյան բաշխում, մյուս sigma քառակուսի, ապա x-ի կիսորդիչը հավասար է մյուի։ Ով էր, որ ասեց փաթրիկ կոնվոլյուցիոնն է, կիսորդիչը որն է, մեդիան։ Պարզ է, չէ, որ եթե ունենք սիմետրիկ բաշխում ինչ-որ y-ած առանցքի նկատմամբ, այդ դեպքում այդ սիմետրիկության առանցքը կհամապատասխանի հենց մեդիանին, այսինքն դրանից այս կողմ ու այն կողմ հավանականությունները միմյանց հավասար են, երկու կողմներ մեկ երկրորդն ու այս հատկության կարևորությունը կայանում է նրանում, որ պաստորեն գաուսյան բաշխման համար միջինը հանդիսանում է նաև մեդիան բաշխման։ Ուրեմն եթե ասենք կետեր ունենանք, որ տեսնենք, որ այդ կետերի համար միջինի ու մեդիանի միջև տարբերությունը բավականին մեծ է, դրանից կարող ենք եզրակացնել գոնե առաջին մակարդակով, առանց որևէ վերլուծությունների կարող ենք ենթադրել, որ նպատակահարմար չի այդ կետերը մոդելավորել գաուսյան բաշխման միջոցով։ Այսինքն հաճախ առաջին վիզուալ տեստը, որ իրականացնում ենք սիմետրիկության, դա համեմատելն է կիսորդիչը,
Empiric իցոպտիչը, empiric միջինը։ Լավ, հիմա դες խոստացել եք, որ բացի հանրածանոթ ու ակնհայտ հատկություններից, նաև մի քիչ ավելի հետաքրքիր բան, ասեմ ժողովրդական բաշխումների վերաբերյալ, սրա մասին հարցեր ունեք, թե չէ ինչ-որ գրել։ Կարող եմ ջնջել։ Նայեք, բանախությունը հետևյալն է։ Նայեք, ենթադրենք ունենք երկու պատահական մեծություն x, որ ունի գաուսյան բաշխում, եկեք թող լինի ստանդարտ զգացությունը 0,1 և Z այնպիսին, որ պատահական մեծություն, այնպիսին, որ հավանականությունը, որ Z-ը հավասար է պլյուս մինուս 1-ի, հավասար է 1 երկրորդին։ Սա ուրեմն ուղղակի կարճ համառոտ նշանակում է նրան, որ եթե պլյուսով վերցնենք 1 երկրորդը և մինուսով վերցնենք 1 երկրորդը։ Ուրիշ արժեքներ կարելի ասել Z-ը չի անդրում, միայն պլյուս 1 և մինուս 1 արժեքներ են անդրում։ Ի հավելում սրա ենթադրում ենք, որ Z-ը և X-ը միմյանցից անկախ են և նշանակում ենք Y-ով X անգամ Z-ը։ Իչեք հիմա ուղղակի ենթադրություններ և նշանակումներ են հիմա հարցերը։ Առաջին հարց ապացուցել, որ Y-ը էլի կունենա գաուսյան բաշխում։ 0,1 պարամետրներով։ Երկրորդ հարցը էլի ապացուցել, որ X plus Y-ը գաուսյան չէ։ Առաջին մասը, որ ասում ենք Y-ը ունի գաուսյան բաշխում, ոնց որ իր մեջ ոչ մի անակնկալ չի պարունակում, ճիշտ է։ Ունենք պատահական մեծություն, գաուսյան բաշխված, ամեն մի արժեքը կամ պլյուս 1-ով կամ մինուս 1-ով ենք բազմապատում, բայց նույն հավանականությամբ պլյուս 1-ը և մինուս 1-ը։ Քանի որ գիտենք, որ Y-ը, այսինքն ստանդարտ գաուսյան բաշխումը 0-ի նկատմամբ սիմետրիկ է, հասկանում ենք, որ պլյուս մինուս 1-ով բազմապատկելով այդ սիմետրիկության վրա խաղալով շատ ման չպետք է փոխվի, այսինքն արդյունքում բավականին տրամաբանական է, որ էլի կստանանք ստանդարտ գաուսյան բաշխում։ Բայց կարող է ինչ-որ կետեր իրար կողքի օրինակ, բացասական են համանդրական ու հակառակը ոնց որ մեր իմացած գաուսյանը Ճիշտ է իրականում, որովհետև նայեք, եթե այս X-ի, ասենք, n հատ իրականացում է դիտարկել, հիմնականում սենց բան է ստացել։ 0-ի մոտ շատ խիտ, իսկ հետո մի քիչ ավելի նոսր, սենց ինչ-որ բան է ստացել։ Երբ որ բազմապատկում եք Z-ով, որ պլյուս մինուս 1 արժեքներն են ընդունում, քանի որ Z-ը լրիվ անկախ է այս կետերից, որոշ կետեր կգնան ձախ, որ 0-ից ավելի աջ, որոշ կետեր աջից կգան ձախ, բայց մոտավորապես նույնքան կետեր կլինեն, որ պետք է հապոխվեն աջից ձախ, ինչքան կետեր, որ ձախից աջ, ու մի մասնակ կետերի կմնա հաստատում, որտեղ պլյուս 1-ով է բազմապատկել ուղղակի։ Հենց որ արդյունքում
խառնում ենք այս կետերը մի քիչ, բայց այս բավականին լավ ձևով ենք խառնում, էլի, դրանից վերցնում ենք ուղղակի բոլոր կետերը, որոնք որ բացասական են, բազմապատկում ենք -1-ով ու տանում ենք դեպի աճի։ Դրա համար այստեղ այս անկախությունը շատ կարևոր է, եթե անկախությունը չենթադրեինք, այդ տարբերակը կլիներ, որ բոլոր կետերը տեղափոխվում ենք։ Բայց քանի որ ենթադրում ենք, որ միմյանցից անկախ են, ինչքան ստեղից կտանենք դրա այնքան ստեղից կբերենք այստեղ, ու արդյունքում էլի գալիս է մեծ համապատասխան։ Չէ, դե որովհետև սա ես ուղղակի վերջավոր քանակով կետեր եմ վերցրել։ Իսկ եթե մենք խոսում ենք բաշխման մասին, դա վերաբերում է նրան, որ եթե մենք անվերջ քանակով կետեր գերեվացնենք այդ բաշխումից, ապա նույնը կլիներ։ Դրա համար հիմա եթե մենք այս առաջին պնդումը ապացուցներ, շատ տարբեր ձևեր կան, կարող մի ձև առաջարկել, որ իրոք ապացուցենք, որ Y-ը ունի ստանդարտ բարության բաշխում։ Հիմնականում ինչպես եք գործում, եթե ուզում եք ինչ-որ ձևով մաթեմատիկական բանաձևով սահմանված պատահական մեծության բաշխումը հաշվել ուզվել։ Ինչի սահմանում է։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Կարող ենք բաշխման ֆունկցիայով անել, կարող ենք խտության ֆունկցիայով անել։ Ճիշտ է, այս դեպքում գիտենք, որ խտության ֆունկցիա ունի, դրա համար կարող ենք փորձել խտության ֆունկցիայով անել։ Սկզբունքորեն երկուսն էլ հնարավոր են, եկեք քանի որ առաջարկեցիք բաշխման ֆունկցիայի սկզբից, այդպես անենք։ Ես սիրում եմ մեծատար f(y) t-ով նշանակել y պատահական մեծության բաշխման ֆունկցիայի արժեքը t-ի կետում։ Գիտեք, ըստ սահմանման սա հավանականությունն է, որ y-ը փոքր կամ հավասար կլինի t-ից, չէ՞։ Գիտենք նաև, որ y-ը սահմանված է x անգամ z բանաձևով, այնպես որ այստեղ կգրենք x անգամ z-ը փոքր կամ հավասար է t-ից։ Հետո այս հավանականությունը կարող ենք կիսել երկու մասի, ճիշտ է, դրանք փոքր կամ հավասար է t-ից եւ z-ը հավասար է 1-ի, գումարած հավանականություն, որ x z-ը փոքր կամ հավասար է t-ից եւ z-ը հավասար է -1։ Ինչու ենք կարող այս հավանականությունը գրել որպես այս երկու հավանականությունների գումար։ Ասիկ անկախ են, չէ։ Այսինքն լրիվ բնականաբար ասում եք անկախ են, ու այդպես եք ուզում հիմնավորել, այդ ենթակառն է, որի մեջ շատերը ընկնում ես դեպքում, որովհետև պատահույթների դեպքում կա անկախություն և կա չհատվածություն, չէ։ Անհամատեղելիություն, այստեղ ոչ թե բանն է, ոչ թե անկախությունն է կարևոր, այստեղ անհամատեղելիությունն է կարևոր։ Այս երկու պատահույթները անհամատեղելի են, մենք չենք կարող միաժամանակ ունենալ սա և սա, որովհետև z-ը եթե 1 է, չի կարող z-ը լինել -։ Եկ անհամատեղելի է և երկուսի միավորումը հենց այս պատահույթին է հավասար։ Հավանականության գումարը կլինի երկու հավանականությունների գումար։ Հիմա եթե գումարն է, եկեք այս առաջինի մեջ գիտենք, որ z-ը հավասար է 1-ի, հետևաբար ստեղ կարող ենք z-ի փոխարեն գրել 1, կստանանք x-ը փոքր կամ հավասար է t-ից, z-ը հավասար է 1-ի։ Այստեղ z-ի փոխարեն կարող ենք գրել -1, կլինի -x-ը փոքր կամ հավասար է t-ից, z-ը հավասար է -1-ի։ Սա գալիս է ուղղակի դրանից, որ այս երկու պնդումները միմյանց համարժեք են, այս երկու պնդումներն էլ միմյանց են համարժեք, հենց որ նույն հավանականությունները կստանանք։ Եվ հիմա ենք օգտագործում անկախությունը, չէ՞, որովհետև գիտենք x-ը և z-ը միմյանցից անկախ են, այստեղ ունենք երկու պատահույթի հատում, երբ որ ստորակետ ենք դնում, դա նշանակում է և, ես մինչև հիմա չէի շեշտել, հիմա շեշտեմ, որ երբ որ ստորակետ կամ կեցստորակետ են դնում երկու պատահույթների միջև, դա նշանակում է և։
Եթե կամ լինի, ուղղակի բացահայտորեն գրում եմ կամ։ Անկախությունը օգտագործելով ստանում ենք հավանականությունը, որ x-ը փոքր կամ հավասար է t-ից, անգամ հավանականություն, որ z-ը հավասար է 1-ի, գումարած հավանականություն, որ մինուս x-ը փոքր է t-ից, անգամ հավանականություն, որ z-ը հավասար է մինուս 1-ի։ Բայց հիմա քանի որ գիտենք, որ x-ը սիմետրիկ, այս առաջինը լավ թողենք, ստեղ ստացվում է 1 երկրորդ հավանականություն, որ x-ը փոքր կամ հավասար է t, պլյուս 1 երկրորդ հավանականություն, որ x-ը կամ մինուս x-ը փոքր կամ հավասար է t։ Բայց քանի որ գիտենք, որ x-ը սիմետրիկ է, հետևաբար այս հավանականությունը նույնն է ինչ որ հավանականություն, որ x-ը փոքր կամ հավասար է t։ Դա ճիշտ է։ Քանի որ x-ը սիմետրիկ։ Երբ որ ասում ենք սիմետրիկ առանց շեշտելու, նշանակում է սիմետրիկ 0-ի նկատմամբ։ Դե քանի որ արդեն սա հավասարեցրան, արդյունքում ստանում ենք հավանականություն, որ x-ը փոքր կամ հավասար է t-ի, այսինքն x պատահական մեծության բաշխման ֆունկցիան t կետի։ Փաստորեն ինչ ստացանք։ Ստացանք, որ եթե վերցնենք կամայական t, որ պատկանում է իրական առանցքին, x-ի և y-ի բաշխման ֆունկցիաների արժեքը t կետում նույնն է։ Սրանից հետևում է, որ x և y-ը ունեն նույն բաշխումը։ Հաճախում ենք այսպես x-ը ըստ distribution-ի, ըստ բաշխման հավասար է y-ի, ստեղից է բողում է, որ y-ը ունի ստանդարտ գաղության բաշխում։ Սա ուրեմն ամենատավար հեշտ մասներ բաշխության։ Հիմա մի քիչ ավելի երևի անկանխատեսելի կամ մի քիչ ավելի անակնկալային մասը, երկրորդը, որ x plus y-ի բաշխումը գաղության չի։ Ինչ մտքեր ունեք դրա վերաբերյալ։ Նայեք, ստեղ y-ը այս բանաձև արտանում։ Ուրեմն, ինչ կարող ենք ասել y-ի մասին, որ y-ը կամ հավասար կլինի x-ի, կամ հավասար կլինի մինուս x-ի, ճիշտ է։ Եթե y-ը x-ի է հավասար, այս գումարը ինչ է հավասար։ 2x։ Եթե x-ը գաղության բաշխում ունի, 2x-ը էլ ունի գաղության բաշխում, ճիշտ է։ Հենց որ հնդվոր, երբ որ y-ը x-ը, ստանում ենք 2x, ոնց որ ոչ մի հույս չի ներշնչում, որ կարողանանք դրանից եզրակացնել, որ գումարը գաղության բաշխում չունի։ Բայց երբ որ y-ը մինուս x-ի է հավասար, գումարը ինչ է հավասար 0-ի։ Ու փաստորեն երբ է այս գումարը հավասար 0-ի, ինչ հավանականության։ Ասա որ ունենք այս գումարը, յանց ներկայացում է պատահական մեծություն, որ 1/2 հավանականությամբ 0 է։ Եվ 1/2 հավանականությամբ 0 չէ, ինչ որ ուրիշ պատահական մեծություն է։ Այսինքն դա չի կարող լինել գաղության բաշխված պատահական մեծություն։ Հա։ Հա։ Մենք ապացուցեցինք, որ y-ը նորմալ 0 չէ, չէ՞։ Չունենք x-ը դիտարկենք որպես նորմալ 0-ներ, ու այն ուրիշ նորմալ 0-ներ։ Ասենք, որ ուղղակի երկու նորմալ 0-ներ ունենք։ Աշիստը այդպես սկսեցինք։ Այդպես ենք սկսել մտածել։ Այդպես ենք սկսել մտածել, բայց շատ կարևոր մի նրբություն կա, որ x-ը եւ y-ը միմյանցից անկախ չեն։ Ու հենց այդ է, որ ամեն ինչ խառնում է իրար, դրա պատճառով է, որ գումարը լինում է ոչ կայ։ Այս հենց անկախ դիտարկեցին։
Հենց որ քանի որ y-ը x-ի միջոցով է այսպես արմավում, անկախությունը դրի խախտվում է, այդ ամեն ինչը չի գործում։ Լավ, հիմա ապացույց ուրեմն D2-ի որտիսի խիստ բերենք, հետևյալն է, մենք եթե նայենք հավանականությունը, որ x plus y-ը հավասար է 0-ի, այս հավանականությունը ստանում ենք 1/2։ Այ ես չմանրամասնեմ, քանի որ բանավոր արդեն ասեցի, որ սա ակնհայտ է։ Քանի որ այս հավանականությունը հավասար է 1/2-ի, սրանից հետևում է, որ x plus y-ը չունի խտություն։ Քանի որ եթե խտություն ունենար, կամայական դիսված արժեքի հավանականությունը պետք է լիներ 0։ Եթե չունի խտություն, սերից հետևում է, որ կամ Գաուսյան չէ, կամ մեկ հավանականությամբ 0 է։ Համաձայն եք, չէ՞։ Գաուսյան բաշխման սահմանումը այդպիսին էր, որ կամ առաջին սահմանումն էինք օգտագործում, այդ դեպքում ուներ խտություն, կամ երկրորդ սահմանումն էինք օգտագործում, այդ դեպքում խտություն չկար, բայց եթե խտություն չկար, ինքը համարյա հավաստի պետք է լիներ հաստատում։ Այս դեպքում այդ հաստատումը պետք է լինի 0, որովհետև այստեղ 0-ն էր։ Բայց սա տեղի չունի։ Քանի որ մենք տեսնենք, որ x plus y հավասար է 0-ն 1/2 չի։ Ուրեմն x plus y-ը պատահական մեծություն է, որի բաշխումը գաուսյան չէ։ Եվ այս դեպքում բավականին հետաքրքիր բաշխում ունի x plus y-ը, որովհետև ոչ դիսկրետ է, ոչ բացարձակ անընդհատ։ Ինքը ոնց որ դիսկրետի եւ բացարձակ անընդհատ բաշխումների խառնուրդ է։ 1/2 հավանականությամբ դիսկրետ է, 1/2 հավանականությամբ բացարձակ անընդհատ։